Ինչ է հոգու պտուղը։ Հոգու պտուղը Աստծո հատկություններն է մեր մեջ։ Սուրբ Հոգին դրանք մեր մեջ բերում է վերստին ծնունդով։ Մենք դառնում ենք Աստծո զավակ եւ Աստծո հատկությունները դրսևորվում են մեր կյանքում։ Հոգու պտուղն այս է՝ սեր։ Ինչ է անում սերը։ Սերը օգնում է ներել։ Սերը օգնում է համբերել, օգնում է ծածկել դիմացինի թերությունը եւ սերը բարիք է անում։ Սիրո վառօրինակը Քրիստոսն է մեզ համար, որ սիրեց մեզ եւ իր կյանքը դրեց մեզ համար։ Հոգու պտուղն է ուրախություն։ Սա ունենում ենք Աստծո հետ հաղորդակցությամբ աղոթքի մեջ։ Աստծո ներկայությունը մեր կյանքում հիմք է, որ մենք միշտ ուրախ լինենք։ Աստծո խոսքն ասում է. «Տիրոջմով ուրախ եղեք», դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք։ Հոգու պտուղն է խաղաղություն։ Հիսուսն ասաց. «Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջ եղեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։ Քրիստոսը հաղթեց աշխարհին եւ այդ հաղթությունը մեզ էլ շնորհեց։ Հոգու պտուղ է համբերատարություն։ Չշտապել որևէ բան անել առանց մտածելու եւ աղոթքի, առանց Աստծո խոսքի եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Հոգու պտուղն է քաղցրություն։ Պետք է քաղցր վերաբերմունք ունենանք մարդկանց հանդեպ։ Մեր խոսքը քաղցր պետք է լինի, մեր հայացքը քաղցր պետք է լինի, ոչ չար, ոչ դաժան, ոչ դառը։ Աստծո խոսքն ասում է. «Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ եւ հայհոյություն թող վերանա ձեզանից, ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քաղցր եղեք, գթած, միմյանց ներելով, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»։ Հոգու պտուղն է բարություն։ Եփեսացիների 2:10 ասում է. «Քանի որ նրա ստեղծագործությունն ենք, Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որպեսզի դրանցով ընթանանք»։ Բարի գործեր կատարել, ողորմած լինել, օգնել կարիքավորներին։ Մատթեոս 5:16-ում այսպես է ասում. «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առջև փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ Հոգու պտուղ է հավատը։ Անվերապահ վստահություն Աստծո եւ նրա խոսքի հանդեպ։ Հավատքով փրկվում ենք։ Հռոմեացիների 10:9-11-ն ասում է. «Եթե Քրիստոսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Հավատով աճում ենք, հավատով հաղթում ենք, որովհետեւ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, եւ սա է հաղթությունը, այսինքն մեր հավատը, եւ հավատով մնում ենք հավատարիմ մինչեւ վերջ»։ Հոգու պտուղն է հեզություն։ Հեզությունը Աստծո խոսքին խոնարհաբար հնազանդվելու հատկություն է։ Մատթեոս 5:5-ը ասում է. «Երանի հեզերին, որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը»։ Հիսուսն ասում է. «Ինձանից սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ»։ Հեզ մարդը միշտ հաճելի է Աստծուն եւ մարդկանց։ Հոգու պտուղ է շուշկալությունը։ Շուշկալությունը սեփական մտքերը, զգացմունքները, խոսքը, վարքը կառավարելու հատկություն է։ Շուշկալ պետք է լինել ամեն պարագաներում, խոսքի մեջ, հագուստի մեջ եւ այլն։ Թող Աստված օրհնի մեզ, որ հոգու պտուղները մեր մեջ գտնվի եւ շարունակաբար աճի։